Գիտեք, որ հասարակության մեջ շատ է այն տեսակետը, որ հիմա այս բարեփոխումը վարանում ենք, ինչ որ մարդիկ, որ հիմա ծառայության մեջ են, չեն կարող օգտվել այս բարեփոխումից։ Մի երկու բառով սա էլ թվաբանությամբ բացատրեք ու անցնենք առաջ։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քանի որ մտահոգ քաղաքացիները շատ են այս մասով, ես ուզում եմ նշել, որ նախ սա գործընթաց է, որը երկար է պլանավորվում։ Մենք 5 տարվա ընթացքում մեր կառավարության գործունեության պարտավորություն էինք ստանձնել, որ այս հարցին անդրադառնալու ենք, բայց սա կարող էր լինել այն պարագայում, եթե գլխավոր շտաբը տար համապատասխան եզրակացություն, այն է դրական եզրակացություն, որը կախված է մեր պայմանագրայինների եւ ժամկետայինների թվաքանակի հանրագումարից եւ դա հնարավոր էր անել միայն 2026 թվականի հունվարից սկսած։ Ուղղակի մենք չենք կարող ավելի վաղ դա անել, արդեն ուշ է նախ անելը, եւ երկրորդը տալ հետադարձ ուշ օրենքին, որ դա տարածվի մնացածի վրա, կարծում եմ, այստեղ որևէ անարդար բան չկա, մենք խոսում ենք հունվարի 1-ից ընդունվող օրենքի մասին, որը կտարածվի այդ օրից հետո ծառայության անցնողներին ու սա համարել հարց, որը պիտի դարձնենք հանրային մեծ քննարկման ու բոլորին զորացնենք, մենք չենք կարող ամբողջ բանակը զորացրել։ Շնորհակալություն, պարոն նախարար, հենց այդ հավաստիացումն էր, որ պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ զորակոչված եւ ծառայության մեջ է, ինքը չի կարող օգտվել, որտեղ դա անվտանգային խնդիր է եւ թվականակի համահարթեցման էությունը ըստ էության ինքը գտնվելու է իր խիստ տրամաբանության մեջ։ Առավել եւս, պարոն Քոչարյան, մենք արդեն ձեր օգնությամբ էական փոփոխություններ ենք արել գործող զինծառայողների արձակուրդների երթման արարողությունից հետո տրվող արձակուրդների արձակուրդ դարձրել ենք 30 օր։ Դրան գումարած այդ մարդկանց դրական պահվածքի ծառայության բերումով կարող են լինել խրախուսական արձակուրդներ։ Նկատի ունեմ այնպես չի, որ գործող զինծառայողների համար որևէ դրական բան չեն կարել։ Արել ենք ու կարծում եմ սա այն հնարավորն էր, որ կարող էինք անել, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարակից զեկուցումով ես հանդես գամ, բայց ինձ շատ բան չթողեցիք, ըստ էության դուք պատասխանեցիք հիմնական հարցերի այն շեշտադրումները, թվականակի, այս պահին անհրաժեշտության, նաև շահարկումներ կային, որ ես անում ենք, որովհետև նախընտրական բան կա չէ։ Սա անում ենք, որտեղ կառավարության ծրագրում բանակի հետ կապված կար նպատակներ եւ այսօր է այդ հնարավորությունը ձեռվել եւ այսօր պետք է անենք եւ հասարակության ընկալումները եւ ձգտումները, որ սա ունենանք, այնուամենայնիվ տվել է դրական լիցքեր։ Սա պահանջված բարեփոխումը եւ հաջորդում են բոլոր բարեփոխումների փաթեթին, որ այս տարիների ընթացքում մենք հերթականությամբ արել ենք։ Հիմա մոռացել ենք, թե ինչ ճանապարհ ենք անցել այդ ամբողջի մեջ, օրենսդրական բազան ստեղծելու, բանակի գրավությանը վերաբերող խնդիրների լուծումը, ամեն բյուջետային տարվա մեջ, երբ որ քննարկում ենք անում, երբ որ փակվում ենք, լիքը բաներ ենք խոսում, որը հարությունից գուցե փակված է լինում։ Ափսոս այս անգամ պարոն Աբրահամյանը չմասնակցեց, լավ կլիներ այդ թվականակի այն մասը, որ չեն կարողանում բացվել, այնտեղ հանգիստ կարանք խոսենք այդ մասին, բայց նախարարը ասաց, որ այդ թվականակի էլի խնդիր չէ, էլի կարանք փակվենք, էլի խոսենք եւ տեսնենք այդ լուծումները վերջին հաշվով մեզուր են տանում։ Ինչքան հասկացա, տարի ու կես հետո մենք կունենանք համահարթեցված ծառայության ընթացք, որը որ կպահի ոչ միայն թվականակը, այլ նաև որակական ցուցանիշներն էլ կփոխի, որտեղ մենք հիմա այս բարեփոխումներից չենք կարող անջատենք սահմանապահ զորքերի արդեն գոյությունը։ Այնտեղ այստեղ զուգահեռ բան է գնում եւ բանակը դիտել որպես բան ամեն տեղ դիրքապահ, բանակը նշվեց, որ ինքը պետք է այլ պատրաստության մակարդակի մեջ այնուամենայնիվ հայտնվի։ Ուստի ես առաջարկում եմ կողմ քվեարկենք այս նախաձեռնությանը կառավարության, նա մեծ կտա եւ դրական հույս, լիցք եւ նաեւ բանակին կբերի այն վիճակին, որ ավելի արագ տեմպերով մենք մարտունակության բարձրացման ծրագրերը կյանքի կկոչենք, պարոն նախարար։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի կողմ քվեարկենք այս նախաձեռնությանը եւ հունվարի 1-ից մտնենք նոր փուլ